մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը դեսպանի գլխավորությամբ հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական եւ դիվանագիտական գործիքները, պարոն Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված բացարձակ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու եւ արդարության հասնելու նպատակով։ Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք իսպառ հերքում են բոլոր մեղադրանքները, իսպառ, ասեմ ավելին, Իրանի իրավական մարմինների որոշման հիման վրա Իրանում որոշում են ընդունվել, եւ եթե չեմ սխալվում, նույնիսկ պարտավորագիր էր գրվել, համաձայն որի հենց այդ խարդախներն են ֆինանսական խարդախություն փորձել իրականացնել Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Սա ակնհայտ է, այսինքն ֆիքսում ենք Իրանի իրավապահ մարմինների, Իրանի դատական համակարգը լիովին ջախջախել է այն մեղադրանքները, որոնց շուրջ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ գործընթացներ։ Մենք նամակը հանձնեցինք, նրանք մեզ վստահեցրեցին, որ իրենք էլ ուշի ուշով հետևում են այս գործընթացներին եւ նրանք էլ ակնկալում են արդար հանգուցալուծում գործընթացի եւ հավաստիացրեցին, որ հենց այսօր նամակը կփոխանցվի պարոն դեսպանին։ Գագիկ Ծառուկյանը միշտ իր թիմի հետ եղել է Իրանի բարեկամական մեր ժողովրդի կողքին եւ մենք այսօր ուզում ենք հավատալ, որ հետագայում նաև մեր հարաբերությունները շարունակվելու են եւ մեր բարեկամական հարաբերությունները պետք է ամեն ինչ արվի, որպեսզի չխաթարվի այս ամեն ինչի, ինչպես ասում են, ֆոնին, որը